Հիմա ոնց ենք Արտուրիկին ասելու խամյակի մասին։ Չգիտեմ, բայց ոնց էլ ասենք ծանր է տանելու, շատ էր սիրում իրան։ Լսի, իսկ կարող է խամյակի նկարը հանենք, ուրիշ խամյակ բերենք դնենք տեղը։ Մամ, խամյակն էլ հո կոտրված բաժակ չի, որ առնենք դնենք տեղը։ Ինքը Ջինային իր 5 մատի պես ճանաչում էր։ Մի խոսքով ես գնում եմ ասեմ, որ սատկել է։ Հերվից կգաս։ Արթուրիկ, պանդրիկ կուտես։ Հա։ Իսկ Ջինան կերել է։ Հա, Ջինային կերակրել եմ, հիմա խորը քնած է։ Ապրես, դե դաշերը շուտ անեմ, որ գամ խաղամ հետը։ Բալես, ասեցիր։ Չէ, մամ, չկարողացա։ Լավ, բա ոնց ասենք։ Գնամ ես փորձեմ։ Մամ, հերվից կգաս։ Մոջո կխմես։ Հա։ Արտուրիկ, դասերը տարել ես։ Հա, մամ ջան, հիմա անում եմ։ Իսկ այսօր ինչ ես ստացել դպրոցում։ Այսօր ինձ եմ ստացել։ Խամյակից մասին շարադրություն են գրել։ Խամյակիդ մասին շարադրություն։ Լավ, բալես, շարունակի։ Իա, ընտանիք։ Էս ինչ եք թոշակ չստացած ծերունու դեմքերով։ Յանի տխուր էլի։ Որովհետև Արտուրիկի խամյակն է սատկել։ Վայ արա։ Խամյակը սատկել է, թող խամյակի բարեկամները տխրեն։ Դուք եք տխրում։ Տխուրենք, որովհետև չգիտենք Արթուրիկին ոնց ասենք խամյակի մասին։ Հայանի դրա մեջ ինչ կա, ես հեսա կասեմ։ Երջո սպասի։ Արտուրիկը շատ է սիրում խամյակին։ Նենց կասես թեթև տանի։ Հերվից կգաս։ Հերվից կամ, հա։ Okay։ Իա, Արտուրիկ։ Ես դասերը տես անում։ Հա, պապ ջան։ Գիտես չէ, որ քո տարիքի էի, սես քո պես նստում դասերս էի անում։ Դպրոցում լավ էի սովորում, լավ գնահատականներ էի ստանում։ Հետո ավարտեցի դպրոցը, գնացի բանակ, հետ վերադարձա, անցա լավ աշխատանքի։ Հետո հանդիպեցի մամայիդ, ամուսնացանք, ծնվեց քուրիկդ։ Հետո ծնվեցիր դու։ Անենց էի ուրախացել, որ քո պես տղա եմ ունեցել։ Ասում էի, իմ տղեն պետքա դառնա աշխարհահռչակ ֆուտբոլիստ։ Տենց էլ լինելու է։ Ես քեզ տանելու եմ ընդունեմ Բարսելոնայի կլուբ։ Պատկերացնում ես։ Արտուրինյո։ Արտուրիկ, բա ինչ ես տենց ուրախ։ Բայց ինչի պետքա տխուր լինեմ։ Դե եսիմ, եթե իմ խամյակը սատկած լիներ, ես կտխրեի։ Ոնց։ Խամյակը սատկել է։ Հա, բա ինչ արե։ Կարող ես սխալ ասեցի, դու չասեի սատկել, դու ասեի մահացել, հա։ Արտուրիկ, չի սատկի այդ տղա մահացել է։